Միտքը ծնող է, խոսքը և գործը ծնունդ են։ Ամեն ինչ որ մենք գործում ենք, նախ մտածում ենք, խորհրդածում ենք, այնուհետև խոսում ենք և անում ենք։ Սրա վերաբերյալ մեր Տերը Հիսուս Քրիստոս ավետարանում ասում է. աչքովդ նայեցիր, սրտումդ ցանկացար, շնացար։ Միայն նայելը շնություն չէ, միայն մտածելը մեղք չէ։ Մտքից անցնում է սիրտը, սիրտ ինչպես է անցնում, կամքով։ Մենք պետք է մեղքի դեմ արգելք դնենք, չպետք է ցանկանանք մեղքը։ Միտքը դու 100% չես կարող կառավարել, բայց ամենաշատ ազդեցությունը, ամենաշատ ճնշումը իրականում մտքի վրա է։ Ինչու՞։ Որովհետև բոլոր զգայարանները մարդու մտքի հետ են կապված։ Ինչ որ մենք տեսնում ենք ինֆորմացիա, գնում է միտք, ինչ որ լսում ենք ինֆորմացիա, գնում է միտք, ինչ որ ճաշակում ենք, դա անգամ ինչ որ հոտոտում ենք, ինչ որ շոշափում ենք։ Այդ բոլորը իր պատկերացումով տեղափոխվում է միտք, գնաց միտք և այստեղ է մտքի իմաստությունը։ Միտքը պետք է ինքը հստակ հասկանա, ինչպես ավետարանում մեր Տերն է ասում, իմաստուն տանուտերը իր տնից հինն ու նորն է հանում։ Այսինքն մենք պետք է զատորոշենք, ո՞րն ենք թողնում մեր մտքի մեջ, ո՞րն ենք հանում։ Օրինակ, պիղծ մտածումները, պիղծ տեսարանները, աչքերի մասին է խոսքը, մտածելու մասին է, պիղծ խոսքերը, պիղծ հոտերը անգամ, պիղծ շոշափումները, պիղծ ճաշակելիքները, վատը։ Մենք հնարավորինս պետք է կրճատենք։ Ինչու՞։ Որպես մեր միտքը չծանրաբեռնենք, հա։ Մենք համացանցից այնքան բացասական ինֆորմացիա ենք ստանում, այնքան վատ բաներ ենք տեսնում այս աշխարհից, կուտակում ենք մեր մտքի վրա և հետո ասում ենք, վայ, էս ինչ վատ բաներ ենք մտածում, բայց օդից չեկավ, չէ, դու նայեցիր էդ։ Եվ այդ մտքի կուտակումը, մտքի ճնշումը անցնում է սիրտ, հետո անընդհատ որ դու տեսնում ես, անընդհատ մտքիդ մեջ նույնն է, տեսնում ես, վերջո ցանկանում ես, չէ, սրտով։ Սրտով ցանկացար, արդեն կարմիր լույսը վառվում է։ Սրտումդ ցանկացար, մարմնով չես գործել, բայց վերջում մարմնով էլ գործես, կրքով այրվում ես, գնաս շնության էլ, պոռնկության էլ, հա։ Այսինքն շատ կարևոր է մտքի իմաստությունը, որը կղեկավարի, կկառավարի նաև զգայարանների կարգավորումը, այսինքն դու 99% արգելում ես վատ զգայարաններից եկող ազդակներ դեպի միտք։ Այն մի տոկոսն էլ միտքը դուրս է նետում։ Հինը հանում է, նորը պահում է։ Վատը հանում է, լավը պահում է։ Այսինքն այս իմաստով դու կարողացար միտքդ իմաստուն ծնող դարձնել, որտեղ մտքից դա, չէ, միտքը ծնողը, խոսքը ծնունդ է։ Ինչու ենք մենք երբեմն շաղակրատում, այսինքն բամբասում, դատում, ավելորդ բաներ ենք խոսում, ասում Բերանը խոսում է սրտի ավելցուկից, միտքն էլ սնում է սիրտը, միտքդ երբ որ դատարկությամբ է լցված, սիրտդ էլ դատարկությամբ է լցված, Բերանը կամա թե ակամա ավելորդ է լինելու, սրտիդ ավելորդը, ավելցուկը, Բերանից դուրս է գալու, բայց հələ դու տեսաղու թող մարդը ուզում է խոսա ընդհանրապես, չի էլ ուզում խոսա, որտև հոգին լցված է, խաղաղությունը, ուրախությունը, երջանկությունը, մարդու հետ ու չի ուզում խոսա, նստած իր համար աղոթում, ես այդպիսի մարդկանց շատ եմ տեսել վանքում,
Երբեմն ես կարեկ ցանկով սիրով լցվում եմ, ասում եմ գնամ այս մարդը հորդարոս արտասվում է, նստած աղոթում է, բայց հասկանում եմ իմ այս միջամտությունը իրան ավելի վնասել է, քան օգ։ Ինքը չի ուզում մարդու հետ խոսա։ Իր մեջ է մտել, իր սրտի հետ է խոսում։ Ինքն իր խոսքը Աստծուն է ասում, Աստծու հետ է խոսում։ Այսինքն սա էլ է սրտի ավելցուկ։ Սիրտը լցված աղոթքով, արտասուքով, ավելցուկը դառ Աստված է ստանում, բայց սիրտը դատարկությամբ լցված աշխարհային վերանտել շաղակրատումը, դատարկաբանումը։ Ուրեմն միտքը իմաստուն ծնող պետք է լինի, որպեսզի խոսքն էլ իմաստուն լինի եւ որպեսզի գործն էլ իմաստուն լինի։ Մենք հիշենք, որ միտքն է ծնողը, ծնունդը խոսքը եւ գործն է։ Ամեն։